Գաղտնազերծումներ, լրտեսների հավաքագրման մեթոդներ, միլիոնավոր դոլարների վատնում։ Ինսայդեր հեղինակավոր պարբերականը, որ Ռուսաստանում անցանկալի լրատվամիջոց ճանաչվելուց հետո գործում է Եվրոպայում, բացահայտել է, թե ինչպես է աշխատել Կրեմլում շուրջ 20 տարի գործած արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի վարչությունը։ Սա հենց այն ստորաբաժանումն էր, որը խորհրդային նախկին երկրներում, այդ թվում Հայաստանում զբաղված էր ռուսական ազդեցության ավելացմամբ։ Երկու տասնամյակ անց Պուտինը որոշել է լուծարել կառույցը։ Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի վարչությունը ստեղծվեց Ուկրաինայում նարնջագույն հեղափոխությունից 1 տարի անց։ Այդ իրադարձությունը շփոթեցրեց Պուտինին եւ նա կարգադրեց նախագահի աշխատակազմին կից ստեղծել վարչություն, որը կկարողանար հակազդել թավշյա հեղափոխությունների հնարավորությանը եւ կաջակցեր մերձկրեմլյան քաղաքական գործիչներին ու կուսակցությունների առաջխաղացմանը։ Ուկրաինայի հետ վարչության հետաքրքրության ոլորտում ընդգրկվեցին նաեւ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Մոլդովան, Ղազախստանը, Բալթյան երկրները եւ Աբխազիան ու Հարավային Օսեթիան։ Կառույցի առաջին ղեկավարն էր քաղաքական տեխնոլոգ Մոդեստ Կոլերովը, սակայն 2 տարի անց նրան հեռացնում են հարևան երկրների հետ հարաբերություններում չափազանց ռադիկալ լինելու պատճառաբանությամբ։ Կրեմլին պետք էին ավելի փափուկ մեթոդներ հարևանների քաղաքական էլիտաների վրա ազդելու եւ այնտեղ ներթափանցելու համար, եւ Պուտինը, ինչպես միշտ, ներգրավեց հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցներին։ Վարչության ղեկավարը դարձավ արտաքին հետախուզության աշխատակից Նիկոլայ Ցվետկովը, որը նախկինում Ճապոնիայում լրտեսել էր Կոմսոմոլսկայա Պրավդայի թղթակցի վկայականով։ 2 տարի անց Ցվետկովին փոխարինեց ծառայության գնդապետ Սերգեյ Վինոկուրովը։ Նրանից հետո վարչությունը ղեկավարեց եւս մեկ կադրային հետախույզ՝ Վլադիմիր Չեռնովը, Պուտինի մտերիմ Սերգեյ Իվանովի թիմից։ Վարչության պլանավորման բաժինը ղեկավարում էր անվտանգության դաշնային ծառայությունից Վալերի Մաքսիմովը, որի հիմնական գործառույթը հարևան երկրներում ընտրությունների վերահսկումն էր։ Գլխավոր ռազմական հետախուզության աշխատակից Դմիտրի Ավանեսովը ըստ զեկույցի հետևում էր իրավիճակին Հայաստանում։ Ինսայդերին հասանելի են դարձել այն զեկույցները, որոնցով Հայաստանի կառավարության ներսից Ավանեսովին տեղեկություններ էին փոխանցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի բոլոր տեղաշարժերի մասին։ Փաշինյանը զեկույցներում նշված էր օպերատիվ կեղծանվամբ մորուք։ Ռազմական հետախուզության աշխատակից Վալերի Չեռնիշովի հսկողության տակ էլ Ադրբեջանն էր։ Հրապարակված զեկույցը նորույթ չի։ Մի այդպիսի զեկույց, ավելի ճիշտ մինչև դա 4 նման զեկույց հրապարակվեց դոսիեով, նույն 20 թվականի դոսիեում նաև արկա էր իմ անունը։ Ինձ կցված կամ իմ, այսպես ասած, վերահսկող անձի մականունը կանդիդատ է, տեխնացու է, եւ նաեւ այդ զեկույցն էր, որ խոսում էր ոչ միայն Հայաստանում այն մարդկանց մասին, ովքեր հանդիսանում են այդ ցանցի անդամ եւ սպասարկում են ռուսական շահեր, գործարար քաղաքական, քաղաքագիտական, փորձագիտական, այլ նաեւ հենց բում վարչապետի նկատմամբ ուրեմն հսկողություն իրականացնող ուրեմն մեկի կողմից, որը ներդրված է կառավարությունում եւ զեկուցում է ամեն ինչի մասին։ Տարիներ շարունակ Կրեմլի ծախսած միլիոնավոր դոլարները արդյունք չտվեցին, ռուսական փափուկ ուժը կոշտ պարտություն կրեց այդ երկրներում։ Այդ պատճառով Ռուսաստանի նախագահն այժմ ստեղծում է ռազմավարական գործընկերության եւ համագործակցության նոր վարչություն, որն առայժմ համակարգելու է վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն։ Այդ զեկույցը շարունակում է պնդել, որ այժմ Կրեմլում ստեղծված այդ ստորաբաժանումը, իդեմս նորնշանակված պաշտոնյաների, ուղղակի վերանայում է Ադրբեջանում, Հայաստանում եւ այլ երկրներում Ռուսաստանի փափուկ ուժի ազդեցության ծրագրերը, գործիքները, որովհետեւ աուդիտ էր անցկացրել, աուդիտ էր անցկացնում այդ ծրագրերի արտադրության մասին զեկույցում, այսպես ասած տխուր եզրանկումների են եկել, որ նախ Ռուսաստանի ազդեցության գործակալների մեջ եւ շահերի առաջմղման մեջ ներգրավված չի երիտասարդությունը, որ վրա պետք է կենտրոնանալ, մեղադրում են տեղական հին ագենտուրային կամ ազդեցության գործակալներին, որ ծրագրերը հարմարեցրել են իրենց շրջապատներին, ովքեր միայն դրանց մասնակցում են կոֆե խմելու կամ ջրի սնվելու կամ չգիտեմ այլ նկատառումներով, բայց խոշոր առումներով այս ամեն ինչը ցույց է տալիս, որ Ռուսաստանը գիտակցում է, որ իր ներկայությունը Հայաստանում նվազում է, Ռուսաստանը գիտակցում է, որ իր գործակալների քոքը մաշված է, ինչպես կասեր դասականը։ Հայաստանն ու Ադրբեջանը վերանայել են իրենց քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ, հատկապես Ղարաբաղի վերջին պատերազմից հետո Երևանը հետևություններ արեց։ Ռուսաստանի պետական գերատեսչությունները ես հավատացնում ավելի լուրջ ռազմորկաններ են տեղի ունենում, որտեղ բոլորը մեկը-մեկին մեղադրում են կովկասյան քաղաքականության ձախողման, Ադրբեջանին չստանալու եւ Հայաստանին էլ կորցնելու համար։ Եվ Կրեմլը իր քարոզիչներին այս անգամ ոչ թե ռուսական պտտախաղի կանոններով, այլ հերթով, շարքով ու կարգով է պատժում։ Փորձագետի դիտարկմամբ մամլիչի տակ են հայտնվել նաեւ այդ երկրում ապրող էթնիկ խմբեր, որոնք կամ հրաժարվում են նոր հանձնարարականից կամ կրկին ձախողում են այն։ Դրանով էր պայմանավորված նաեւ ադրբեջանա-ռուսական հարաբերությունների լարումը եւ նաեւ բուն Ռուսաստանում ադրբեջանցիների ադրբեջանական համայնքի ազդեցիկ դեմքերի, կրիմինալ դեմքերի նկատմամբ տեղի ունեցողը եւ նաեւ հանրարտահայտությունը այստեղ մտցրեք Սամվել Կարապետյանի
անհաջող չստացած բեմել է Հայաստանի Հանրապետությունում։ Մոսկվան փոփոխություններ է կատարում նաև քարոզչական թիմում։ Հանկարծ Մարգարիտա Սիմոնյանը հայտարարում է, որ ինքը ծանր հիվանդությամբ ախտորոշվել է, իրեն վիրահատելու են եւ նաեւ միաժամանակ ինսայդերական ինֆորմացիա դուրս գալիս, որ քննարկվում է նաեւ նրան պաշտոնապես փոխարինելու հարցեր։ Այսինքն Ռուսաստանում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում այն մարդկանց հետ կապված եւ ինչ որ ովքեր կովկասյան քաղաքականության վրա ազդել են։ Ինսայդերի զեկույցը եւս մեկ անգամ ահազանգում է, որ առաջիկայում մենք կունենանք ռուսական ուղեցրի կամ դեպի Ռուսաստան կուրսի վերականգնման փորձեր, նշում են փորձագետները։ Բացահայտ ագենտներ, օրինակ, մարդիկ, որ հայտարարում են, որ իրենք դեմ են Հայաստանի Հանրապետության ազատությանը, չեմ ասում անկախությանը, ժողովրդավարությանը դեմ են։ Ասում են մենք մեր ձևը ունենք։ Գալիս են անձնագրով, օտար երկրի անձնագրով։ Գալիս են ասում են, որ մենք չենք հավանում ձեր կուրսը։ Դուք գնում եք դեպի հյուրայինները, եկեք մեր մոտ, մենք ձեզ շուռ կտանենք, կպարտադրենք։ Պատկերացրեք, արդեն հուսահատ վիճակ է։ Այն ընդհատակյա ագենտները, ծպտված ագենտները անզոր են։ Այն կադրային փոփոխությունները Մոսկվայում դրա համար են։ Ծպտված բացահայտում են։ Այսինքն մարդիկ գալիս ասում են, որ մենք ձեզ տանում ենք։ Այ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, ովքեր որ հայտարարում են, որ ենք հավատարիմ ենք նոյեմբերի 9-ի փաստաթղթին, դեմ ենք օգոստոսի 8-ի փաստաթղթին։ Դա հենց կոչվում է լյուստրացիա, արդեն վառում է։ Կրեմլը, Ռուսաստանը վառում է, բացահայտում է, լյուստրացիա է անում իր ագենտներին։ Լյուստրացիան անհրաժեշտ է նաև այսօր Հայաստանին, շարունակում է Գերագույն խորհրդի նախկին պատգամավորը, հիշում տասնամյակներ առաջ իր նախաձեռնությունը։ Ես Գերագույն Սովետում մի քանի հոգով ստորագրահավաք սկսեցինք լյուստրացիայի համար, որ ագենտներ, եսի պաշտոնի քանի որ գիտեի, ու դա իրավունք չունեմ բացահայտելու։ Ես ասացի Լևոն Տեր-Պետրոսյանին, այն ժամանակ Գերագույն Սովետի նախագահն էր եւ տեղակալ Բաբկեն Արարքցյանին, ասացի. Գիտեք, աղետալի վիճակ է ագենտուրայի տեսակետից։ Բան անենք, լյուստրացիա անենք, երկուսն էլ Տեր-Պետրոսյանը ողջ է։ Ասեց ես կստորագրեմ, սկսի։ Մի 50 ստորագրություն հավաքեցինք։ Հետո պարզվեց, որ բացառությամբ մի 5-6 հոգուց հենց դրանք իրենք էլ ագենտներ էին։ Այսինքն ստորագրում էին ագենտները, որ լյուստրացիա արվի, ու դադարեցրեցինք մենք։ Հայաստանը մտնում է նախընտրական շրջափուլ, դրանից առաջ Կրեմլը վերակենդանացնում է գործակալական ցանցն ու պատրաստվում նոր խաղափուլի։ Փորձագետների խոսքով մեր պետության խնդիրն է Մոսկվային թույլ չտալ բացել խաղի հաշիվը։